Երգիչ Գուրգեն Դաբաղյանն իր ամուսնությունից հետո առավել մեծ հայտնություն վայելեց, բանն այն էր, որ համացանցում ակտիվորեն տարածվում էր երգչի և նրա երիտասարդ կնոջ Ինայի, ինչպես նաև նրա երիտասարդ մայրիկի մասնակցությամբ կադրերը, շատերը զարմանում էին, թե որքան երիտասարդ աղջիկ է ընտրել երգիչը, ինչպես նաև զարմանում էին, թե որքան երիտասարդ զոքանչ ունի նա, շատ ասեկոսեներ էին պտտվում, որ Գուրգենի զոքանչը իրականում կնոջ իրական մայրը չէ, սակայն ժամանակ առ ժամանակ արված հրապարակումներում և ինստագրամյան հարց ու պատասխանի ժամանակ ընտանիքը հասցրել է պատասխանել այն հարցին, որ իրենք ունեն գենետիկա եր չլինելու, երիտասարդ երևալու, հետևաբար էլ երիտասարդ են, սակայն իրենք իրենց երեխաների իրական մայրիկներն են։ Նշենք նաև, որ նույն խոսակցությունները պտտվում էին նաև Ինայի վերաբերյալ, շատերն ասում էին, որ Գուրգենի երեխաներին Ինան լույս աշխարհ չի բերում, սակայն Ինան մի քանի անգամ հրապարակեց հղիության շրջանից կադրեր, նշելով, որ ինքն իր կազմվածքով փոքրիկ է, նիհար է և այդպիսով հղիության արդյունքում շատ չի գիրանում և շատ կարճ ժամանակահատվածում կարողանում է վերադառնալ հին քաշին։ Հավելենք նաև, որ այս պատմության ուրախալի կադրերը վերջին տարիներին շատ հաճախ հրապարակվում են համացանցում, կայքերը տարածում են, թե ինչպես են նշում ծննդյան տարեդարձները և այլն, սակայն քչերը գիտեն, որ Գուրգեն Դաբաղյանի ընտանիքում տարիներ առաջ դժբախտություն է տեղի ունեցել։ Մահացել է նրա եղբայրը, որի մասին Գուրգենը մեկ անգամ հարցազրույցներից մեկում անկեղծ խոստովանությամբ է ներկայացել։ Հորեղբոր միակ որդուն Արշակին 18 տարեկանում ընտանիքը կորցրել է, սա դժբախտ պատահար է, որը իր մշտական հետքն է թողնելու ընտանիքի վրա, նրանք ժամանակ առ ժամանակ խոսում են այս մասին, նշելով իրենց ապրած մեծ ցավը, սակայն փաստում են, որ ոչինչ ետ բերել հնարավոր չէ։ Հավելենք նաև, որ օրեր առաջ Գուրգեն Դաբաղյանի գեղեցկուհի կնոջ Ինա Դաբաղյանի ծննդյան տարեդարձն էր։ Ընտանիքը մեծ խնջույք էր կազմակերպել, որի բացառիկ կադրերը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը առանց մեկնաբանության։